Ես թոշակառու եմ, իմ թոշակի քարտը հանելուց 3 ամիս հետո եղել է այդ զերծարարությունը, ընդ որում ուրեմն դա ինչ ձևով տեղի ունեցավ։ Կինս ուրեմն ինչ-որ գիք էր ուզում վաճառել այդ լիստերի միջոցով եւ այդ լիստը 2500 դրամ ինչ-որ դրված գիրք էր, որովհետեւ պետք չէր ուրեմն եւ ուրեմն իբր թե անձը որ ներկայացավ որպես մարդ որ ցանկանում է գնել այդ գիրքը ուրեմն փորձեց տվյալներ ունենա որ փոխանցի գիրքը որ հետո կարողանան գան վերցնեն Yandex առաքում հա Yandex առաքումով ինչ որ փոխանցում է եւ հարցը նրանում էր որ ես էլ որոշեցի մտածի որ քարտը տամ այդ ժամանակ HSBC-ն ունեի նաեւ ունեի բանը ուրեմն այդ Ineco բանկինը եւ հետո բացառեցի այդ ժամանակ իմ on-line banking-ը Ineco բանկի ստուգելու համար թե ինչքան մնացորդ կա այնտեղ ստուգեցի որ այնտեղ մնացորդը ընդամենը 3113 դրամ 55 յումայա Եմ մտածեցի, որ ստեղից կորցնելու առանձնապես բան չկա։ Այդ քարտի ուրեմն տվյալները փոխանցեցի այդ մարդուն, որ պիտի բան անի։ Եվ տեղի ունեցավ զերծարարությունը անմիջապես արեցին այդ զերծարարությունը եւ քաշեցին 5 միլիոն դրամ, ընդ որում այդ քաշող գործիքի IP հասցեն Լատվիայից, պատկերացնում եք Լատվիայից։ Ես ուրեմն on-line banking-ը իմ միացրած ա եղել, այսինքն բանկը տեսնում է, որ ես Երևանում եմ, Երևանի IP հասցեից on-line banking-ը աշխատում է։ Եվ այդ ուրեմն on-line banking-ը աշխատելու ընթացքում Լատվիայից մեկը ինչ որ վարկ է ձևակերպում։ Բա դու բանկ ես, բա դու ինչ-որ պահպանելու հատկություն Ineco բանկը, ուրեմն դու պիտի պաշտպանես, չէ՞ այդ բանը, ընդ որում ես կյանքում ոչ մի վարկ չեմ էլ ուզել կյանքում վերցնեմ դրա ցանկում, չեմ էլ իմացել, որ գոյություն ունի այսպես կոչված one click loan, որ միանգամից կարաս վարկ վերցնես։ Ընդհանրապես եթե վարկ ես վերցնում, գնում ես բանկ մի օր, երկու օր, ինչ որ թղթեր ես հավաքում ես անում, վերջում էլ կարող է չտան ասենք։ Բայց այդտեղ դու մի ասա, ուրեմն այդ one click loan գոյություն ունի, որի մասին մենք տեղեկացված չենք։ Թոշակառուի քարտից ուրեմն ձևակերպվել է ուրեմն այդ 5 միլիոն դրամի բան մի անգամից թրծրել տարել են, ընդ որում ես Երևանում լոգին եղած ժամանակ, ուրեմն իրանք էլ Լատվիայի IP հասցեից այդ ամեն ինչը գործարկալ։ Բա բանկը չէր տեսնում որ դա։ Ես ուրեմն շատ փոշմանեցի, որ ես HSBC բանկի այդ ժամանակ ուրեմն նաև այն հիմա HSBC-ն դարձել է առաջին բանկ։ Ուրեմն HSBC քարտի տվյալները չեմ տվել, չի, որտեղ HSBC-ն շատ զգուշ է։ Օրինակի համար, եթե ես հանկարծ 200,000 դրամ հանեի բանկոմատից, HSBC-ն իսկույն եւ այդ մի րոպեվա ընթացքում ինձ զանգ էր տալի հեռախոսով հասկանալու այդ ես եմ քաշել, թե ինչ որ զեղծարարություն է։ Հիմա ինչ եք պատրաստվում անել ձեր հետագա քայլերը, որոնք ուրեմն դժբախտաբար ես ուրեմն այդ որ կառույցի դիմել եք։ Դիմել եմ բանին, հաշտարին, գրասենյակին, որի միջոցով 2 տարի հետաձգվել է բանը, բայց իմ սխալներն ա եղել, որ ես փաստորեն ստորագրել եմ, որ 2 տարի հետո ես պետքա լուծեմ դա։ Հիմա այդ հարցը պետքա ինչ-որ ձևով լուծում ստանա կամ դա ընդհանուր լուծում։ Դա ուղղակի բարձա որ հա, ստիպված, որովհետև ուրիշ տարբերակ չկար։ Ուրեմն հիմա դուք պատկերացրեք, բանկը տեսնում է, որ ես on-line լոգին եղած եմ։ Միևնույն ժամանակ ես իբր թե Լատվիայում եմ, հիմա Լատվիայից հիմա գումար եմ քաշում։ Այսքան կարճ ծրագիր, եթե ունենար, որ տեսնել, որ եթե այդ տեսակ երևույթա տեղի ունենում, ուրեմն պետքա բլոկ անել, գոնե կես ժամ հետաձգեր այդ բաների թույլատրությունը, որ պետքա ուրեմն այդ բան լիներ։ Դա Գոնե զանգահարել, միած զանգահարին հարցնեն, թե դու ես, թե դու չես, թե զեղծարարն է բանանում։
Հետաքրքիր է էլի։ Փաստորեն ստեղ չտային։ իսկ հիմա բան այդ սա կախել են իմ վրա, ուրեմն զեղծարը գողանա, ես փող չեմ տեսել, որտեղ վար չեմ էլ ուզում, ստուգել եմ, որ իմ հաշվի վրա 3113 դրամ 55 դրամ է եղել։ Եվ մտածել եմ, որ թոշակի քարտը երևի ամենաապահովն է, այդտեղ վտանգ չկա։ Այդ քարտի համարն եմ տվել, այտենց ու բանն է։ Հիմա փաստորեն այս պարագայում անմեղության կանխավարկած է, եթե ես եմ դա գողացել, այսպես ասած, ինքս ինձանից, ուզում եմ թաքցնեմ դա, գործ հարուցեք իմ վրա, մի հատ տեսեք ուրա գնացել, բանկը այդպես էլ չտվեց, թե ինչ հաշիվների վրայա այդ փոխանցումը տեղի ունեցել, ինչի չի տվեց ուղղակի։ Ստեղ հարց է ծագում, արդյոք բանկը այդտեղ խառնված չի այդ գործողության մեջ, թե ոչ։ Հասկանում եք, դա շատ հասարակ բան է, ինչի չտվեց, թե ինչ հաշիվների վրա փոխանցվել։ Ինչի չի տալ, եթե ես եմ փոխանցել, ինձ ինչի չի տալ։ Անհասկանալի, ու հիմա դուրս է գալի, ես մեղավոր եմ, ուրեմն անմեղության կանխավարկած չկա, ոչ դատարան, ոչ հետաքննություն, ոչ բան չկա, ես պետք է մուծեմ։ Ինչի համար, անմեղության կանխավարկած էլ չկա, ինչի չկա։ Անհասկանալի։ Իրավապաշտպանը ինչ է ասում։ Իրավապաշտպանը ասում է, որ սա անօրինական է, եւ ես լիովին համաձայն եմ դրա հետ, որովհետեւ ոնց կարող է պատահել, դու բանկ ես, մի հատ ծրագիր արա, որ տեսնես, եթե այդ գողացողը, այդ քաշողը IP հասցեն Լատվիայից է, ու ես ինքս լոգին եղած եմ հիմա Երևանում։ Ներողություն, Լատվիայում եղել եք դուք։ Ընդհանրապես չեմ եղել, ոչ մի անգամ չեմ եղել։ Լատվիայում։ Չէ, բայց այդ պահին, եթե նույնիսկ եղացած լինեի, հիմա այդ պահին ոնց կարող է ես համ Երևանում լինեի, համ Լատվիայում։ Ես իսկույն եւ այդ գնացել եմ ոստիկանություն, այդ ամեն ինչին հայտնել եմ, այդ գործը սկսվել է, այսպես ասած, իսկույն եւ այդ, այսինքն ես Լատվիայում չեմ եղել, Երևանում եմ եղել։ Ոնց կարող եմ ես Լատվիայում լինել։ Դա ուղղակի սարսափելի է, դա անհավանական մի հատ բան է, դու բանկը չի պաշտպանել, բանկի գործառույթը նրանում է, որ պաշտպան, եթե ես իմանայի, որ գոյություն ունի այդպես մի բան, որ կոչվում է one click loan, որ կարաս մի րոպեում դու վարկ ձևակերպես ու ինչ-որ բաներ փախցնես, ես այդ քարտի համարը չէի տա այդ բանին, դիրքը վաճ գնողին, ընդհանրապես չենք անի այդ բանը, հասկանում եք, բայց ես տեղեկացված չեմ եղել, ինձ չեն ասել, որ այդ թղթերը, որ ես ստորագրել եմ բանկի հետ քարտը տալու առաջ, դրանից 3 ամիս առաջ, թոշակառուի քարտ, դուք հասկանում եք, այդտեղ գրված է ինչ-որ բանկիկի մասին տվյալներ, որ ես կարդացել եմ, այնտեղ լինքեր են տված, այդ լինքերը, որ գնում ես, դրա մեջ էլ չկա նշված one click loan-ի մասին որևիցե տեղեկություն։